Քաղաք Վանաձոր գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում։ Հանդիսանում է Հայաստանի երրորդ խոշորագույն քաղաքը, մայրաքաղաք Երևանից եւ Գյումրուց հետո եւ Լոռու մարզի սոցիալ-տնտեսական քաղաքական կենտրոնը։ Վանաձորում է գտնվում հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանը։ Աշխարհագրական դիրքի առումով տեղակայված է Փամբակի եւ Բազումի լեռնաշղթաների միջև ընկած նեղ ու երկարավուն գոգավորությունում, Փամբակ եւ Տանձուտ գետերի միախառնման վայրում։ Քաղաքից զբաղեցրած մակերեսի հիմնական մասը ծովի մակերևույթից բարձր է ավելի քան 1353 մետր։ Ըստ 2020 թվականի տվյալների, Վանաձորի բնակչությունը կազմում է մոտ 77200 մարդ։ Ի համեմատություն 2017 թվականին բնակչության թիվը փոքր-ինչ գերազանցում էր 90000-ը։ Նախկինում որոշ ժամանակահատված քաղաքը կոչվել է Ղարաքիլիսա։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Կիրովական, իսկ Վանաձոր անվանումը բնակավայրին տրվել է Հայաստանի անկախացումից հետո 1992 թվականին։ Քաղաքի միջնադարյան պատմության մասին վկայող կարևորագույն վկայությունը Վանաձորի կիրճում գտնվող Պապանի գյուղի մասին է, որը գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Նիկ գավառում։ Վանաձորն առաջին անգամ օտարահունչ Ղարաքիլիսա անվամբ հիշատակվել է Սանահին գյուղի վանահայր Սահակի ձեռագիր ավետարանի էջին արված գրառումներից մեկում, որտեղ խոսք է գնում 1713 թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Ենթադրվում է, որ նախկին Ղարաքիլիսա անվանումը թաթարական է եւ քաղաքին տրվել է 13-րդ դարի սկզբին ներկայիս Վանաձորի հյուսիսային բլրի վրա գտնվող Սև քարե եկեղեցու անունով։ Խաչատուր Աբովյանի վկայությամբ տեղացիները գաղթել են Երևանից։ Հայոց ցեղասպանությունից փրկվելով Վանաձորում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Կարս, Արդահան, Բայազեդ, Էրզրում քաղաքներից գաղթած բազմաթիվ ընտանիքներ։ 1918 թվականին տեղի բնակիչները գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորությամբ կազմակերպել են Ղարաքիլիսայի ինքնապաշտպանությունը, որը նշանավորվել է որպես հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտերից մեկը։ Վանաձորը քաղաքային բնակավայրի կարգավիճակ է ստացել 1924 թվականին Հայաստանի խորհրդայնացումից հետո։ Քաղաքի ձևավորմանն ու զարգացմանը նպաստել է Թիֆլիս Կիրովական Լենինական երկաթուղու կայարանի, փոստատան եւ իջևանատների կառուցումը։ Խորհրդային տարիներին Վանաձորը եղել է արդյունաբերական եւ զբոսաշրջային քաղաք։ Ներկայումս համարվում է Հայաստանի արդյունաբերական կենտրոններից մեկը։ Վանաձորի տեսարժան վայրերի թվին են պատկանում քաղաքի կենտրոնական հայքի հրապարակը, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, Թաիրովի ամառանոցը, Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը, Վանաձորի դրամատիկական թատրոնը, Կերպարվեստի թանգարանը եւ Ստեփան Զորյանի տուն-թանգարանը։ Վանաձորի տարածքը բնակեցված է եղել դեռևս բրոնզեդարյան ժամանակաշրջանում։ Քաղաքի արևելյան մասում Տանձուտ գետի աջ ափին դիմաց թաղամասում գտնվել են վաղ բրոնզի դարաշրջանից վաղ հայկական շրջանին թվագրվող բնակատեղիներ եւ այլ հուշարձաններ, որոնցից առանձնապես արժեքավոր են Թագավորանիստը եւ Մաշտոցի բլուրը իրենց դամբարանադաշտերով։ Արտաշեսյանների թագավորության շրջանում այս տարածքը եղել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Նիգ եւ Գուգարաց նահանգի Տաշիր գավառների միջակայքում։ Հաջորդիվ այն անցել է Արշակունիների եւ Անիի Բագրատունիների գերագահության ներքո։ 10-րդ դարի վերջին այս տարածքներում Գյուրիկյան տոհմի իշխանները ստեղծել են Լոռվա ենթաթագավորությունը, որը գոյատևել է մինչև 12-րդ դարի սկիզբը։ Հաջորդիվ մերօրյա Վանաձորի տարածքը ենթարկվել է սելջուկ թուրքերի ասպատակություններին, անցնելով սելջուկյան սուլթանության տիրապետության տակ։ Որոշ աղբյուրներ հավաստում են, որ հենց այս շրջանում է բնակավայրը կոչվել Ղարաքիլիսա, հարևան բլրի վրա գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու անունով։ Վանաձորի տարածքում եղել են հնագույն բնակավայրեր Տանձուտ, Վանքաձոր, Պապանի անուններով։ Վերջինս անմարդաբնակ է դարձել 1650-ական թվականներին։ Վանքը կամ Վանքաձորը վերջին անգամ հիշատակվել է 19-րդ դարի դարասկզբին։ 1801 թվականին Լոռին անցել է ռուսական կայսրությանը։ Լոռին ռազմավարական նշանակություն ունեցող տարածք էր Ղաջարական Պարսկաստանի հետ սահմանին գտնվող ռուսական պաշտպանական ուժերի համար։ 1826 թվականին ռուս-պարսկական պատերազմների ընթացքում բնակավայրն ամբողջությամբ ավերվել է Հասան խանի կողմից։
1828 թվականին ռուսները Վանաձորի տարածքում հիմնել են նոր քաղաքային բնակավայր, որպես 1828-ից 1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ընթացքում ռուսական զորքերի տեղակայման գլխավոր կենտրոն։ Ըստ քննարկվող ժամանակաշրջանի վերաբերյալ Խաչատուր Աբովյանի վկայության, Վանաձորի բնակչությունը այս տարիներին չի գերազանցել 600-ը եւ հիմնականում բնակեցված էր Երևանից այստեղ հաստատված գաղթականներով։ 1849 թվականին քաղաքը ներառվել է ռուսական կայսրության Երևանի նահանգի կազմի մեջ։ Այդ տարուց ի վեր Ղարաքիլիսան սկսել է ընդունել Կարսից, Արդահանից, Կարինից եւ այլ քաղաքներից այստեղ տեղափոխված արևմտահայ գաղթականությանը։ Քաղաքը զարթոնք է ապրել 1899 թվականին, քանի որ այստեղով է անցել հարավկովկասյան տարածաշրջանի առևտրային կենտրոն համարվող Թիֆլիս գնացող երկաթուղին։ 1918 թվականի մայիսի սկզբներին տեղացիները գեներալ Թովմաս Նազարբեկյանի եւ Գարեգին Նշտեի գլխավորությամբ հաջողությամբ պաշտպանել են Ղարաքիլիսան Վեհիբ Փաշայի առաջնորդությամբ Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական կանոնավոր բանակից ու նրանց աջակցող հրոսակախմբերից։ 1918 թվականի մայիսի 28-ին Ղարաքիլիսան, ինչպես եւ ողջ Լորին, անցել են Անդրկովկասյան Սեյմից անկախացած Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությանը։ 1919 թվականին Լորին, այդ թվում եւ Ղարաքիլիսան, կռվախնձոր են դարձել երկու հարևան պետությունների Հայաստանի եւ Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության միջև։ 1919 թվականի հունվարի 1-ին Հայաստանի պատվիրակությունը Թիֆլիս պատերազմական գործողությունները դադարեցնելու համաձայնագիր կնքելու մեկնել է հենց Վանաձորից։ Հայաստանի անկախ հանրապետությունը գոյատևել է 2 տարի եւ փաստացի դադարել գոյություն ունենալ խորհրդային կարգերի հաստատումից հետո։ Վանաձորը գտնվում է Հայաստանի հյուսիսում եւ Լոռու մարզի ծայր հարավում։ Երևանից 128 կիլոմետր հյուսիս, իսկ հյուսիսային Հայաստանի խոշորագույն քաղաք համարվող Գյումրիից 64 կիլոմետր արևելք։ Հարևան բնակավայրերն են արևելքում Դարպասը, Նոր Խաչակապն ու Լեռնապատը, արևմուտքում Գուգարքը, Շահումյանն ու Փամբակը, հյուսիսում Բազումը, իսկ հարավում Ժամատունը։ Վանաձորն ունի մեղմ բարեխառն կլիմա, որին բնորոշ է չափավոր, տարվա բոլոր եղանակներին համեմատաբար խոնավ կլիման։ Տարեկան տեղումների ընդհանուր քանակը կազմում է 600-ից 700 մմ։ Վանաձորի օդի տարեկան միջին ջերմաստիճանը +8 աստիճան Ցելսիուս է, առավելագույնը 30 աստիճան Ցելսիուս, նվազագույնը -30 աստիճան Ցելսիուս։ Ջերմային ռեսուրսներով ապահովվածությունը միջին չափի է, կոլորշիացումը չափավոր, տարեկան 650 մմ։ Ձմեռը չափավոր ցուրտ է, 3 ամսվա օդի միջին ջերմաստիճանը -3 աստիճան Ցելսիուս է, բացարձակ նվազագույնը -30 աստիճան Ցելսիուս։ Հունվարի միջինը -50 աստիճան Ցելսիուս։ Տարվա ընթացքում ձյան ծածկոցը գերազանցում է 77 օրը։ Կայուն ծածկույթն առաջանում է դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում, երբեմն նոյեմբերի կեսերին եւ վերանում մարտի առաջին տասնօրյակում։ Հենց այդ ժամանակահատվածում է թափվում տարեկան ընդհանուր տեղումների մոտավորապես 11%-ը։ Մարզում ոչ սառնամանիքային օրերի միջին թիվը 174 է։ Գարունը չափավոր սառն է, երկարատև, +6 աստիճան Ցելսիուս միջին ջերմաստիճանով, 209 մմ տեղումներով, որից 79-ից 133 մմ բաժին է ընկնում գարնան ամփոփիչ մայիս ամսին։ Ամառվա ամիսներին գրանցվում է չափավոր շոգ եղանակ։ Ամենաշոգ ամսվա օգոստոսի միջին ջերմաստիճանը չի գերազանցում +18-ից 20 աստիճան Ցելսիուսը, իսկ 3 ամսվա միջինը +17 աստիճան Ցելսիուս է։ Օգոստոսին նկատվում է նաև տեղումների նշանակալից կրճատում, որոնց քանակը հասնում է 40-ից 60 մմ-ի։ Ամռան ընթացքում գրանցվել է տեղումների ամենամեծ քանակը 227 մմ, կամ տարեկան ընդհանուր նորմայի 35.4%-ը։ Ամռանը ժամանակ առ ժամանակ կարող են նկատվել խորշակային չոր եղանակի բացառիկ դեպքեր, որոնք պայմանավորված են իրանական սարահարթից ցամաքային արևադարձային օդի հոսանքների մուտքով։ Բուն Վանաձորում այդ հոսանքները հազվադեպ են, որը կապված է չորությունը մեղմացնող տեղանքի բարձրության եւ անտառածածկույթի առկայության հետ։ Վանաձորը հարուստ է մշակութային օջախներով։ Քաղաքի մշակութային կյանքում կարևոր նշանակություն ունի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը,
որի շենքը Վանաձորի քաղաքապետարանի կողմից ի պահ է տրվել օրովել երգի ու պարի համույթին։ Այստեղ է գտնվում Ստեփան Զորյանի տուն-թանգարանը, Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Վանաձորի երկրագիտական թանգարանը։ Գործում են 3 մշակութային տներ, կամերային, երգի, տիկնիկային թատրոններ, 22 մանկապարտեզներ, միջնակարգ, արվեստի, գեղարվեստի, երաժշտական, պարարվեստի դպրոցներ, մարզադպրոցներ։ Վանաձորն ունի կամերային նվագախումբ և երգչախումբ։ Զորյան 24 հասցեում գտնվող Ստեփան Զորյանի տուն-թանգարանում ներկայացված ցուցանմուշները լուսաբանում են գրողի կյանքի մանկության և պատանեկության շրջանները Ղարաքիլիսայում, հին Վանաձորում։ Թանգարանը հիրավի համարվում է Վանաձորի գրական մշակութային կարևորագույն օջախներից մեկը։ Լոռի Փամբակի երկրագիտական թանգարանը համարվում է Լոռու մարզի միակ մշակութային օջախը, որը ոչ միայն ամուր կապ է պահպանում մշակութային աշխարհի հետ, այլև ներկայացնում է հայ ժողովրդի պատմության ընթացքում կուտակված հարուստ նյութական ժառանգությունը։ Թանգարանում ներկայացված են լոռվա վարպետների ստեղծած ձեռագործ իրերը, կարպետներու գորգեր, արծաթյա գոտիներու զարդեր, զենքերի տեսակներ։ Վանաձոր քաղաքի համայնքային ենթակայության ներքո գտնվող ճանապարհների երկարությունը կազմում է 161 կիլոմետր։ Վանաձորով է անցնում հարավկովկասյան երկաթգիծը։ Դեպի արևմուտք գնացող գիծը Գյումրիով դուրս է գալիս Երևան, իսկ արևել գնացող գիծը Սանահին կայանանով հասնում Թբիլիսի։ Վանաձորում կան 28 տրանսպորտային կամուրջներ, հետիոտնի համար նախատեսված կամուրջանցումներ։ Քաղաքի ուղևորատար երթուղիներում ընդգրկված են 162 ավտոբուսներ և երթուղային տաքսիներ։ Գրանցված են և արդյունավետ գործում են մոտ 1 տասնյակ մասնավոր տաքսի ծառայություններ։ Վանաձորի տրանսպորտի հիմնական տեսակը ցամաքայինն է։ Ջրային և օդային տրանսպորտը բացակայում է։ Քաղաքում կամ քաղաքի շրջակայքում օդանավակայան չի գործում։ Ամենամոտ օդանավակայանը Գյումրու Շիրակ միջազգային օդանավակայանն է։ Նախկինում քաղաքը սպասարկել է Ստեփանավանի օդանավակայանը, որը ներկայումս գտնվում է վերակառուցման փուլում։ Վանաձորի տարածքում բջջային հեռախոսակապը և շարժական ինտերնետ կապը ապահովում է հանրապետությունում գործող բոլոր օպերատորների կողմից։ Համացանցի ծածկույթը գերազանցում է 98%-ը։ Հասանելի է և թելքաօպտիկական, և շարժական համացանցային կապը։ Համացանցի հասանելիության որակը բավարար է։ Քաղաքը ապահոված է նաև լարային հեռախոսակապով։ Զարգացած է եթերային հեռուստատեսության ցանցը։ Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային ռադիոն։ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր Հայփոստը Վանաձոր քաղաքում ունի 23 կապի բաժանմունք, ապահովելով 100% հասանելիություն։